Պարոն Հակոբյան, այսօր վաղում է գլխավոր տոնածառի լույսերը Մասիս համայնքում տոնական օր է, ինչպես կամփոփեք 2025 թվականը, ինչ արվեց 2025 թվականին Մասիս համայնքի համար, ինչ նոր փոփոխություններ եղավ։ Նախ շնորհակալ եմ մեր միջոցառումը լուսաբանելու համար, մեր Մասիս համայնքի համար վերջի տարիները միշտ բուրն են եւ տարբեր իրադարձություններով լեցուն, ձեռքբերումները 2025 թվականին շատ են եղել, քաղաքի զարգացման ուղղված բոլոր ոլորտներով ունենք մեծ աշխատանք իրականացված, փորձությունն այն էր, որ մեր թմի ղեկավար, մեր համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին ապօրինի կալանավորեցին եւ ազատազրկեցին 6 տարի 3 ամիս ժամկետով, սա ամենամեծ փորձությունն էր, որը կարողացանք պատվով հաղթահարել եւ ընտրություններում մեր տված Դավիթ Համբարձումյան դաշինքի տված խոստումները շարունակում ենք էլ ավելի թափով, էլ ավելի տեմպով իրականացնել եւ դուք էլ տեսնում եք, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում Մասիս համայնքում։ Այնպես որ 2025 թվականը փորձություններով լի, բայց ձեռքբերումների տարի է եղել։ Այսօր մենք տեղեկացանք, որ Դավիթ Համբարձումյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում, ինչ կասեք, ինչպես որոշվեց, որ այդ կոչումը շնորհվի Դավիթ Համբարձումյանին եւ քաղաքացիները, բնակիչները ինչ կերպով արձագանքեցին այդ։ Դավիթ Համբարձումյանը մինչև 2016 թվականը արել է ամեն ինչ որպես բնակիչ Մասիս քաղաքի համար, Մասիս համայնքի համար, այն ժամանակ գյուղերը դեռևս խոշորացված չէին Մասիս համայնքի շուրջ եւ քաղաքապետ դառնալուց հետո Մասիս քաղաքին տրվեց նոր շունչ։ Քաղաքը սկսեց ապրել, քաղաքը սկսեց զարգանալ, թե մշակութային տարբեր ոլորտներով եւ բնակիչները իրենք էին ասում, որ Դավիթով նոր շունչ եկավ Մասիս քաղաք։ Այնուհետև երբ 2021 թվականին խոշորացվեց համայնքը եւ 26 գյուղեր խոշորացվեցին Մասիսի շուրջ, արդեն այդ նոր շունչը հաղորդվեց ամբողջ 26 գյուղական բնակավայրերին եւ Դավիթով նոր շունչ առավ մի ամբողջ բնակավայր Մասիս համայնքը ու երբ որ դուք էլ պատահաբար փողոցներում քայլեք, երբ որ մեկին հարցնեք Դավիթ Համբարձումյանի մասին, հաստատ շնորհակալական եւ ափսոսանքի խոսքով են խոսալու, որ այս բանը նա գտնվում է բանտարկված եւ դրանից հետո երբ ապօրինի զրկեցին ազատությունից Համբարձումյան Դավիթին, շատ բնակիչներ ասում էին, ախր սենց չի լինի, մեր Դավիթը, մեր Համբարձումյանը, նրա անունը պետքա միշտ կապված լինի Մասիսի հետ եւ այլն, քննարկվեց եւ որոշվեց, որ պետք է նրան շնորհենք Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Արդեն 2-3 ժամ է երևի անցել ավականից հետո, ամբողջ համացանցը շնորհավորական խոսքերով է ողողված։ Վստահ եմ արդեն նրան տեղեկացրել են այդ մասին, նրա համար անակնկալ է եղել եւ նա չի իմացել այս մասին, նա արժանի էր, նրանով նոր շունչ առավ Մասիսը եւ շարունակելու ենք նրա սկսած գործը եւ Մասիսի շունչը պահելու ենք ավելի լավ, վառ վիճակում։ Ինչպես տեսնում եք, իշխանությունները պարբերաբար նշում են, որ քաղբանտակյալներ չկան Հայաստանում, բայց այսօր ՔՊ խմբակցության անդամները, ավականու անդամները ձեռնպահ քվեարկեցին, սրանով իրենք միգուցե չեն մտածում, որ իրոք Դավիթ Համբարձումյանը քաղբանտակյալ է, իրենց անկեղծ ասած նրանք որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ ձեռնպահ քվեարկելով չգիտեմ ինչի հասան, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուրին առանձին առանց կամերաների անգամ քաղաքական մեծ տարաձայնության պայմաններում, երբ որ հարցնեք, իրականում Դավիթն արժանի էր պատվավոր քաղաքացու կոչման, վստահեցնում եմ ձեզ, իրենց խմբակցության գրեթե 90%-ը ասելու են մենք ի սրտե կողմ էինք, պարզապես քաղաքական վախից կամ չգիտեմ պայմանավորությունից ելնելով ձեռնպահ քվեարկեցին, դա դրանց գործն է։ Մենք մեր թմով, մեր ժողովրդի հետ միասին որոշման ենք եկել եւ այդ որոշումը կարողացանք ի կատարածել։ Ես շնորհավորում եմ իմ ընկերոջը, նա արժանի էր։ 2025 թվականը ինչ նոր փոփոխությամբ եք փակում եւ 2026 թվականին ինչ նոր փոփոխություն եք բերում։ 2025 թվականին երևի մայիս-հունիս ամիսներ առանձին քննարկում էին քաղաքի զարգացման տեսլականը, ինձ ասեց, որ
չգիտեմ, բյուջեն ընենց է կազմում, որ Դավիթ Համբարձումյանն ասես, որ մանկապարտեզները լինեն անվճար։ Սա իմ նպատակն է ու այլ բան չասեք։ Օգոստոս ամսին իր որոշմամբ ստեղծվեց հանձնաժողով, նախագահան ես էի եւ երկար քննարկումներ, բյուջեի տամեջ փոփոխություններ եւ այլն, ի վերջո այսօր հասա արդյունքի, որ ես իմ ընկերոջ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը, ես այդպես եմ ասում, դա իմ համար ընդունելի է եղել հանձնարարական, այսօր ավականին որոշում կայացրեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից Մասիս խոշորացված համայնքի բոլոր մանկապարտեզները երեխաների համար լինելու են անվճար։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, ես կարծում եմ։ Ինչ դժվարությունների եք հանդիպում այս շրջանում Դավիթ Համբարձումյանի ձերբակալումից հետո նոր ներդրողներ, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհին։ Դավիթ Համբարձումյանի ֆիզիկապես այս պահին մեր կողքին չլինելը արդեն իսկ դժվարություն է, որովհետև նա իր ներկայությամբ մեզ ավելի վստահություն, ավելի համարձակ գործելու հնարավորություն էր տալիս, բայց ի պատիվ մեր թիմի, ի պատիվ մեր աշխատանքային թիմի, ավականու թիմի, մենք կարողացանք նույն զգոնությամբ, նույն վստահությամբ գործել եւ կարողանում ենք այն ինչ նպատակով մտել ենք ընտրական process-ի մեջ գնալ առաջ։ Հետևաբար դժվարությունները անցողիկ են եւ իմ ընկերը շուտով վստահ եմ եւ հուսով, որ կլինի ազատության մեջ, քանի որ ի վերջո հաղթելու է ազատությունը, արդարությունը։ Եվ 2026 թվականին ինչ նոր մաղթանքներ ունեք հայությանը։ 2026 թվականը Մասիս խոշորացված համայնքի համար լինելու է շինարարական աշխատանքների բում, մանկապարտեզներ, փողոցներ, լուսավորություն, գազաֆիկացում, գրեթե բոլոր ոլորտներում տարվելու են մեծ աշխատանքներ եւ ես ցանկանում եմ, որ մեր երկրում լինի արժանապատիվ խաղաղություն, որ մենք կարողանանք մեր պլանավորածը 2026 թվականին այս փուլում հասցնենք ավարտին, որ գնանք առաջ։ Հետևաբար ամեն բան լավ է լինելու։